Ողջույն հայրենակիցներ, Alpha News-ի Los Angeles-ի տաղավարում ես զրուցում եմ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ, ողջույն պարոն Մարգարյան, շնորհակալ եմ, որ եկաք։ Մի քանի թեմաներ կա, որոնց մասին ուզում եմ խոսենք, նախ Գյումրիի ընտրություններ, Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև լարված իրավիճակ եւ նաեւ տարիֆներ, որը սկսեց աշխատել երեկվանից, այսպես ասենք։ Եվ սկսենք թերևս Գյումրիից, Հայաստանում շատ էին կարևորում, որովհետև եւ բոլորս են կարևորում, ինչի համար, որովհետև դա միայն քաղաքապետի ընտրություն չէր, լոկալ խնդիր չէր, այլ սա կարելի ասել քայլողների իշխանության, Նիկոլ Փաշինյանի իշխանության ավարտի սկիզբն էր դրվում, այդպես էին ընկալում մարդիկ, արդյոք այդ նույն ընկալումը կար այստեղ Սփյուռքում, ինչպես էին դիտում այդ ընտրությունները եւ ինչ վիճակ է հիմա, ասես։ Բնականաբար այդ հետաքրքրությունը, որ կար Հայաստանում, նաև Սփյուռքում այստեղ տարածված է կա, որտեղ վերջնաշավ եթե խոսքը մի քիչ այդպես տեղական ընտրություններից արդեն մեծանում է, տարածվում է եւ դառնում է մի քիչ այսպես համազգային բնույթ է կրում ընտրություններ, Նիկոլ Փաշինյան, այսօրվա իշխանություններ, իշխանափոխություն, այդ ամբողջ թեմաները գալիս են խառնվում են այդ թիմ ընտրությունների հետ, այդ ընտրությունները արդեն էլ տեղական մակարդակից բարձրանում են եւ դառնում են բոլորի հետաքրքրությունը, նաեւ այսինքն Սփյուռքում։ Հիմա գուցե սովորական ժամանակ լիներ Սփյուռքում նստած սփյուռքահայ Գյումրի ընտրությունների հետ որից առնչություն չէր կարող ունենալ, բայց հիմա լրիվորեն տարբերվում եւ տեսնում ենք բոլորս հետաքրքրությունը կա, բնականաբար բոլորս արդեն ներգրաված ենք, հետևում ենք եւ մեզ համար հետաքրքիր է այդ ընտրությունների արդյունքները ինչա լինելու, որտեղ ամեն դեպքում գիտենք, որ այդ ընտրությունները մեզ ինչ-որ բան են հուշում, ինչ-որ արդյունքներ են մեզի ցույց տալիս, բայց կարծես թե այդպես չի մտածում տեխնացուներից մեկը, իր համար միգուցե չգիտեմ ինչ, անձնական խնդիր է կամ պաշտոնի խնդիր է եւ ամբողջ ազգին այսպես պահում է։ Ինչ հետևություններ պետք է։ Տարբեր տեսակետից կարելի է նայել, ես մի քիչ այսպես շատ եթե ուզենք ընդհանուր ասենք, մենք Հայաստանում ընտրությունների արդյունքների հետ հաշտվելու կարծես լուրջ խնդիր ունենք եւ այդ մշակույթը մեր մոտ դեռ չի փոխվել, անցյալում եղել է եւ շարունակման նույնության մնալ, այսինքն ժողովրդի ձայնը արժևորելը եւ անկախ նրանից թե ինչ է լինում դրա արդյունքները, դա հարգելը։ Նախկինում տեսնենք այդ սխալը եղել է, հետո հիմա իշխանությունների կողմից նույնը շարունակվում է, բայց միայն տեսնենք իշխանությունների մոտ չի, նաև ընդդիմադիր դաշտի որոշակի մասի մոտ նաև այդ խնդիրը կա, այսինքն ընտրությունների արդյունքների հետ հաշտվելը։ Հիմա այս երևույթը, որ մենք ականատեսը եղանք, տեխնատուներից մեկը չի հստակորեն հայտարարում իր դիրքորոշումը, թե ինչ անելու, հատկապես ընդդիմադիր դաշտում, երբ ամբողջ այդ ընդդիմադիր դաշտի հաղթանակի ճակատագիրը ինչ-որ կերպ նաև կապված է իրենից, ես կարծում եմ միտեղ որևէ բանով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի արածից, օրինակ եթե հայեմատենք, Նիկոլ Փաշինյանն ինչ էր անում սովորական ընտրությունների ժամանակ, այսինքն մյուս համայնքներում, եթե ընտրությունների արդյունքները իր սրտովը չէին լինում, քրական գործեր էր հարուցում, ընտրված համայնքապետին կամ քաղաքապետին բանտ էր նստեցնում, իր մարդուն էր նշանակում։ Հիմա այն մոտավորապես մի քիչ ավել մի քիչ պակաս նույնն է տեղի ունենում, եթե արդյունքները չեն լինում այն ինչ-որ Նիկոլ Փաշինյանը հայ իրականության ամենամեծ բռնակալն է, դրանում խոսք չկա, թե ինքը հակառակներ են ներկայացնում, բայց տեսեք ինչ է ստացվում։ Այսինքն մեր բոլորիս համար Գյումրին, Փարաքարը եւ այլն, դրանք Նիկոլ Փաշինյանի այսպես ամերիկայում մոմենտում են ասում, չէ, կամ թափ է հավաքում, շարժում, այսինքն արձանագրվում է, որ այս մարդը այլևս իշխանություն չունի, վստահություն չունի եւ այլն։ Հիմա կա այնպեսի մի ընդդիմադիր գործիչ, ընդ որում ազգային ժողովի падգամավոր, հիմա ինչ են ուզում դրանով, այսինքն այդ մոմենտումը ուզում են կանգնեցնել ինչի համար, ըստ քեզ, էլի Ռոբերտ ջան։ Այսինքն այսպես թափ կա, գիտեք, բոլորը ոգեորվում են, չէ՞, քաղաքական գործընթացներում կամ ոգեորվում են կամ հիասթափվում են կախված այդ process-ից։ Հիմա process-ը գնում է դեպի ոգևորում եւ հանկարծ մեկ մարդ որոշում է, որ այդ թափը կանգնեցնի։ Սա ինչի մասին է խոսում։ Արդյոք դա խոսում է, որ այսօրվա չարիք իշխանությունները եւ որոշ ընդդիմադիր հռչակած ուժեր միասին են աշխատում։ Ուզում եմ պարզ խոսենք։ Այսինքն քանի պատճառներ կարելի է նշել, նախ եթե ուզում ենք ամենասովորականից ասենք, այսինքն ներքին Գյումրին մեջ տեղի ունեցած խնդիրներն են անցյալից եկող, այսինքն հիմա կփխա Մարտուն Գրիգորյան, որը պետք է իր ձայնը տա Վարդան Ղուկասյանին, երկու անձանց միջև խնդիր է եղել նախքին, եւ այդ խնդիրը հիմա եկել է շարունակվել է, դա անձնական դաշտը վերածվել է հիմա այստեղ միջպեսակ հաշվեհարդարի բեմի, բայց միևնույն ժամանակ նաեւ ներքաղաներ ընդդիմադիր դաշտում նաեւ խնդիրները ես կա եւ դժբախտաբար ես վերջի շրջանում նկատել եմ, որ մի տեսակ կարծես ժողովրդի ձայնը, որ վստահվել է այդ խավին, այդ խմբին,
փորձ է կատարվում այդ ժողովրդի ձայնը, որ իրենց վստահվել է վերցնել եւ դրա միջոցով վրեժ լուծել ինչ-որ ուրիշ հարց, որ բոլորովին այս ընտրությունների հետ կապված հայրենիքի հետ։ Այո, օրինակի համար, եթե հիշեք, միջև այս ընտրությունները ինչ-որ այսպես խոսակցություն սկսեց տարածվել քաղաքական դաշտում, ով է բերել Նիկոլին, դա մեղադրանքներ, սլաքներ ուղղում էին այս կողմ այն կողմ։ Հիմա նույն խումբը սկսել է մի քանի օր նման մեկ կարգախոս առաջ քաշել, ով է բերում Վարդան Ղուկասյանին։ Մի տեսակ կարծես փորձում են այս կարգախոսը մյուսի դեմ դնելով ժողովրդի ձայները, որ իրենց վստահվել է ուրիշ նպատակով լրիվ են Նիկոլին հաղթելու, Նիկոլին ոչ ասելու համար, հիմա այդ ձայները վերցնել, շահարկել որպես քաղաքական միջոց, լծակ եւ վրեժխնդիր լինել կամ քաղաքական հաշվարկար տեսնել մյուս խմբից, որ հիմա ասեմ մյուս տեխնացուին է պաշտպանում։ Ես զգում եմ փորձ են արվում ներկայացնել, որ տեսեք այս ընդդիմությունը կոմունիստ Վարդան Ղուկասյանի եւ այլն։ Այդպես չի, այսինքն այս չի, որ մարդիկ երազում են, որ Վարդան Ղուկասյանը դառնա իրենց առաջնորդը կամ կոմունիստները գան իշխանության։ Այստեղ ուրիշ խնդիր է լուծվում, բայց մանիպուլյացիան շատ զզվելի է, նողկալի է, այսպես ճղճիմ է, գիտեք, ինչ որ արվում է Հայաստանում քաղաքական դաշտում եւ Սփյուռքում իմ կարծիքով, նաեւ քո կարծիքը կուզեի, երբ որ դիտում ես հերվից, այսինքն հայրենիք են, խոսում են հայրենիք են կորցնում ու հիմա ինչ ճղճիմ խաղերի մեջ են, զզվելի է ուղղակի։ Տեսեք հիմա լավ նշեցիք, օրինակ Վարդան Ղուկասյանն իդեալական տեխնացուն չի, որ կարելի է պատկերացնել, ասենք հիմա մեր այս շրջանում որպես քաղաքապետ, բայց ամեն դեպքում ժողովրդի ընտրությունն է։ Այսինքն եթե մարդը եկել է մասնակցել ընտրություններին, հիմա Նիկոլի իշխանությունից անցնում է 7 տարի, եթե 7 տարվա ընթացքում որից է այդպես չի եղել նման այդպես ասած մշակույթը կանխելու քայլեր չի եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, եւ այդ մարդը ընտրություններին մասնակցել է եւ ժողովուրդը ընդառաջել է, որոշողը ժողովուրդն է, այսինքն մենք ամեն ընդդիմանալ, եկեք մեկ օրինակ եմ ուզում բերել, օրինակ հենց այստեղ որ մենք ապրում ենք, օրինակի համար Թրամփին էլ ոչ բոլորը միանշանակ ընդունում են որպես դրական կերպար, բոլորս էլ գիտենք, որ շատերի մոտ ինքը բացասական որպես գործիչ է ներկայանում, քրական գործեր տարբեր տեսակի, բայց երբ մասնակցում է ընտրություններին, մասնակցել է, երբ ժողովուրդը ընտրում է, ինքը դառնում է նախագահ, ժողովուրդը արդեն պարտավոր է այդ իրողության հետ հաշվի նստել, քանի որ ժողովրդի ձայնն է, հիմա լավ է, վատ է, դա արդեն ժողովրդի ձայնը պետք է լավ է, մյուսի համար վատ։ Մի խոսքով, լավ, այս թեման անցնենք առաջ, ուղղակի հետաքրքիր էր թե Սփյուռքում ինչպես են վերաբերում, ուսանք հասկացան։ Հիմա դուք որպես նաև պարսկահայ եմ ուզում ձեզ հարցնել, քանի որ համոզված եմ Իրանի հարցերով հետաքրքրում եք, գիտեք ինչ է կատարվում։ Հիմա շատ են խոսում այն մասին, որ Միացյալ Նահանգներ Իրան առճակատումը կարող է իսկապես վերածվել գլոբալ պատերազմի։ Դուք այդպիսի հավանականություն տեսնում եք, թե զուտ դեռևս այդպես ռետորաբանության մեջ է եւ որքանով է հավանական այն, որ Միացյալ Նահանգները կհարձակվի Իրանի վրա, այդպես պարզ ասեմ, կոպիտ։ Նման հրատորաբանություն եղել է նախկինում էլ, բայց այս մակարդակում, որ հիմա կա այս սպառնալիքների մակարդակը, որ հնչում է աննախադեպ անկեղծ ասած, եւ դա է, որ մոտավորապես Եվրոպային թե մյուս աշխարհների միշտ մտահոգեցրել է վերջին օրերին, որ կարող է այս անգամ սպառնալիք իսկապես լուրջ լինի եւ սպառնալիքի մակարդակից անցնի գործնականի, որը չափազանց անկառավարելի եւ ցավալի հետևանքներ կարող ունենա բոլորի համար։ Հիմա եթե հետևած լինեք, Ֆրանսիայի շատ հստակ կերպով հայտարարություններ են հնչում, Մակրոնը երեք իր պաշտպանական թիմին բոլորին հավաքել է, հատուկ նիստ է գումարել հենց այս սպառնալիքների լույսի տակ։ Նշանակում է, որ մակարդակը մի քիչ տարբեր է այն նախկին, ասենք լուրջ սպառնալի հրետորաբանությունից, որ մինչև այսօր կա։ Շատ հստակ է, որ Թրամփը նամակ է գրել, այսինքն բոլորը գիտեն, նամակը ուղղվել է Իրանի հոգևոր առաջնորդին եւ 2 ամսվա ժամկետ է ճշտել, որ այդ 2 ամսվա ընթացքում պետք է Իրանը գա եւ նստի ուղղակի բանակցությունների։ Պահանջներն էլ շատ հստակ է եղել Թրամփինը, դադարեցնել միջուկային եւ ռազմական բոլոր ծրագրերը, նաեւ դադարեցնել ֆինանսավորումը տարբեր խմբավորումների, որոնք կան աշխարհում, եւ կան նստել ուղղակի բանակցությունների, եւ Թրամփը դիմաց դրա խոստացել է, որ պատժամիջոցները վերացնի Իրանին օգնի, որպեսզի մեկուսամիջից դուրս գա, բայց միևնույն ժամանակ շեշտել է, որ մինչեւ եթե 2 ամիս դրական պատասխան չստանա եւ որից է բան տեղի չունենա, ասում է երկրորդ տարբերակին եւ լինելու է ռմբակոծություն։ Եվ դրա փոխարեն Իրանն էլ է իհարկե պատասխան տվել եւ շատ հստակ ասել է, որ ինքը ուղղակի չի բանակցելու եւ միջուկային, ասենք գրեթե մի տեսակ մեժել է Թրամփի առաջարկներ։ Ինչպես չեն ուզում ուղիղ բանակցություններ։ Այսինքն միջնորդավորված, ասում են, որ մենք բանակցում ենք միջնորդավորված, ընդ որում խոսում են, որ Ռուսաստանը կարող է նաև միջնորդ լինել։ Տեսեք, այս բանակցություններ ես կարծում եմ ամեն դեպքում կլինի, ծանոթ լինելով Իրանի հոգեբանությանը, Իրանի կառավարության եւ այդպես ասած իրանական հոգեբանությանը, գիտեմ, որ ամեն դեպքում վերջում իրենք ճկունություն են ցուցաբերելու եւ նստելու են բանակցության սեղանին,
Բայց շատ բնական է, եթե նման սպառնալիքներից հետո դու միանգամից գնում ես նստում ես բանակցություն երկկողմանի բանակցության սեղանին, քո ձեռքերը դատարկ են լինում, խաղաքարտեր չկան քո ձեռքում, եւ դիմացի կողմը արդեն գերազանց դիրքից է նստում բանակցությունների եւ ինչ որ դնի քո դիմաց դու պարտավոր ես զիջես եւ համաձայնես։ Նույն իրավիճակ, որ ասենք Նիկոլ Փաշինյան Ալիևի դեպքում կա, թույլ դիրքերից Նիկոլը նստում է բանակցությունների, սպառնալիք է կարդում Ալիևը, ինքը գնում է բանակցությունների, ինչ որ Ալիևն ուզում է դուրս է գալիս։ Իրանը շատ լավ գիտակցում է, որ այդ պայմաններում չի կարելի գնալ նստել բանակցությունների սեղանին, պիտի փորձեն ինչքան հնարավոր այս լարվածության մթնոլորտը պակսեցնել, սպառնալիքները պակսեցնել, փորձեն ինքն էլ փոխադարձ սպառնալիքներով հանդես գալ, իր դիրքերը որքան կարող է բարձրացնել, եթե պետք է միջնորդավորված բանակցություններով սկսել առաջի փուլում, հետո երբ զգաց, որ իր դիրքերը բանակցության սեղանին հզորանում են, այն ժամանակ ինչու՞ չէ նաև կարող է նստեն երկկողմանի բանակցության սեղանին եւ փորձեն ինչ-որ կերպով համաձայնության գալ։ Ամեն դեպքում շատ հստակ ասում եմ, որ մինչեւ ամռան վերջ, եթե այս իրավիճակը շարունակվի, կողմերը մնան իրենց կոշտ դիրքորոշումների վրա, լուրջ խնդիրներ ածակելու, եւ ես հույսով եմ, որ չլինի, որտեվ գտնվելով Իրանի ուղակի հարևանության մեջ, մենք ամեն դեպքում անմասն չենք մնալու, եթե որոշները կարծում են, որ մենք չենք խառնվի այս խնդրին, ասենք չեզոք ենք, կողքը կանգնենք եւ ոչ մի բան չեն ձեզ չի պատահի, չարաչար սխալվում են, եթե քո հարևանի տան մեջ այդպիսի մեծ մասշտաբով կրակ կանգնում, հիմա եթե չասենք բոցեր, այլնվազը դրա խայծերը գնելու են քո տանդ մեջ, հատկապես եթե քո տանդ մեջ դու լիք այդպես ասած հրդեհվելու ունակ նյութեր ես պարունակում, անշուշտ դու ամեն դեպքում դրանից դուժելու ես, նկատի ունեցեք Ադրբեջանի սպառնալիքները, պատրաստ դրությունը, որ ինքը վարկյան է հաշվում, որ նման իրավիճակ ստեղծվի տարածաշրջանում։ Հետաբար մենք անմասը չենք մնալու, մենք պիտի նստենք հույս ունենանք, որ իսկապես չի զարգանա մինչև այդտեղ, կփորձենք կողմերը լուծել։ Իսկ մինչ այդ նաև պիտի փորձենք պաշտպանենք, այսինքն ամեն դեպքում ունենանք երկրորդ պլան, որ եթե հանկարծ եղավ դա, մենք ինչ ենք անելու այդ դեպքում, որպեսզի անակնկալի չի։ Կարծում եք Հայաստանի իշխանությունը դրա մասին մտածում։ Այսօրվա իշխանությունների դեպքում դա տեղի չի ունենա բնականաբար, հույսով եմ, որ դա կփոխվի ինչ-որ բան։ Հուսանք։ Եվ կարևոր մեկ այլ հարց, մինչև դա, այսինքն հնարավոր պատերազմը, Միացյալ Նահանգները այսպես ուժի է դրել մաքսիմում սանկցիաները Իրանի հանդեպ, դրանից դժում են նաև հարևան երկրներ եւ ընդհանրապես Իրանի հետ գործարք կնքող եւ առևտրական եւ տնտեսական հարաբերություններ ունեցող բոլոր երկրները, չէ՞։ Այդ թվում նաև Հայաստանը դա ինչպես է արտացոլվում եւ նաև սահուն անցում կատարենք տարիֆներին, կուզեի իմանալ ձեր կարծիքը այս տարիֆային քաղաքականությունը արդյոք ով է շահելու, ով է դուժելու։ Տարիֆային քաղաքականությունը այնքան կարևոր է, որ Թրամփը դրան ազատության օր է կոչել, այսինքն դա ավանդակ է նշում։ Մի տեսակ կարծես ձերբազատվել բոլոր այդ կապակներից, որ եղել է, ուրեմն մեծ նշանակություն ունի եւ մի տեսակ կարծես Թրամփը առևտրական պատերազմ է հայտարարել աշխարհին եւ հատկապես եվրոպական երկրներին, որոնք վերջի շրջանում ընդհանրապես շահող իրենք են եղել փոխադարձ հարաբերությունների ծրագրայում, բոլորս էլ գիտենք եւ ընդհանրապես շահող իրենք են եղել։ Հիմա Թրամփը իրականորեն փորձում է բալանսավորել եւ փորձել այդ շահը, որ միայն գնում էր դեպի այլ երկրներ, նաեւ դրանից բաժին հասնի Միացյալ Նահանգների քաղաքացիներին, հարկատուներին եւ իր Միացյալ Նահանգների մի հատ պարզ ասենք, ես ու դուք առևտուր ենք անում, ես քո ապրանքը գնելուց վճարում եմ նաեւ, ասենք 40% հարկ, բայց դու իմ ապրանքը գնելուց ոչ մի բան չես վճարում։ Արդար չի, չէ՞։ Հիմա Թրամփն ասում է, դուք եթե իմ ապրանքներին այսքան հարկեք տարիֆ, տարիֆ եք ստիպում ինձ վճարել, դուք էլ պետք է նույնը չափ իմ ապրանքիամ, այսինքն փոխադարձ պետք է լինի, բայց կան երկրներ, որոնք 0 ունեն, այսինքն օրինակ Իսրայելը հայտարարեց, որ մենք ընդհանրապես տարիֆ չենք չարժանում, այսինքն գանձելու, դուք էլ մի գանձեք, այսինքն արդար է, շատերը կարող են այդպես լավ պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում, Միացյալ Նահանգներին ուղղակի կթել են, այսպես ասենք, եւ Կանադան, եւ եվրոպական հատկապես միության երկրները, եւ խնդրեմ շարունակեք։ Եթե նկատեք խոշոր չափով երկրների համար այդ տարիֆները նշանակի որոշակի երկրների համար չի եղել, հիմա տոկոսներ կարող է տարբեր լինի, բայց բոլորի համար կան, նաեւ Հայաստանն էլ անմասն չմնաց, եթե չեմ սխալվում 10%-անոց տարիֆ է նշանակել նաեւ Հայաստանի հետ առևտրաշրջանառության համար։ Իհարկե այդքան խոշոր բան չի Հայաստանի այդպես Միացյալ Նահանգների առևտրաշրջանառություն, բայց ամեն դեպքում այդ 10%-ն էլ ազդեցիկ ինչ-որ խորհրդանշական թեմա է։ Չկար ընդհանրապես թե ինչ է։ Նախկինից ես տեղյակ չեմ, եթե հիմա նշանակվել է, նշանակման նոր բան է, որ այսինքն այդ նոր տարիֆների մեջ եկել է, բայց խնդիրը այդտեղ չի կայանում, խնդիրը այն է, որ մենք գտնվում ենք նաև կրկնակի տարիֆների վտանգի տակ, որտեղ
Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների սրացման ֆոնին Միացյալ Նահանգները հաջորդ փուլը, որ հայտարարելու է, դա լինելու է կրկնակի պատժամիջոցներ եւ կրկնակի տարիֆների սահմանում։ Դա հետեւյալն է, որ այն երկրները, որոնք Իրանի հետ համագործակցություններ ունեն, հատկապես անթույլատրելի ոլորտներում, ասենք էներգակիրների արկովաճառքի հարցում, Միացյալ Նահանգները նրանց համար սահմանված տարիֆները ուրիշ բնագավառներում կրկնապատկում է։ Այսինքն, եթե Հայաստան ունի Իրանի հետ առևտրաշրջանառություն, եթե չկարողանա խնդիրները Միացյալ Նահանգների ճիշտ ձևի բացատրել, չկարողանա ճիշտ կապի մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ, եթե այդ պատժամիջոցները, որ անհավանական չի շուտով լինեն, այդ 10% այլևս 10% չի լինի, կարող է լինի 20% կամ 30% եւ ավելի շատ լինի։ Այդ դեպքում արդեն մենք լուրջ խնդիրների դիմաց ենք կլինի դա, իհարկե։ Եվ վերջում ուզում եմ եւս մեկ հարց տալ, շատ կարճ, այս ամիս ապրիլը Սփյուռքում հատկապես նշվում է ցեղասպանության օրերի, այսպես միջոցառումների շղթա է լինում, 110-րդ տարելիցն է այս տարի եւ հայկական գրասենյակները, հայկական կազմակերպությունները մի շարք միջոցառումներ ունեն եւ Հայաստանում հաճախ ինձ օրինակ հարցնում են Թրամփից ինչ սպասենք, ուզում եմ ձեզ հարցնել։ Թրամփից ինչ պետք է սպասել, եթե մենք չենք կարողանում որևէ բան սպասենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից, եթե նրանք հրապարակավ ամեն ինչից հրաժարվում են, Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը ընդհանրապես հանում են իրենց արտաքին քաղաքականությունից, ձեռքները լվանում են, ասում են մեզի կապ չունի, փորձում են դա որպես պատմական մի բան ներկայացնել, ինչ որ ժամանակին երկար ժամանակ Ալիևը Էրդողանը փորձել էր դրան հասնել կամ մյուս նախագահները կամ վարչապետները Թուրքիայի փորձերին հասնել չէին հասնել, հիմա Նիկոլ Փաշինյանի ձեռքով է դրանք տալիս։ Հիմա մենք մեր թողածի շուտի գնանք ուրիշից դա պահանջենք։ Թրամփից, ոչ Պուտինից, ոչ էլ Մակրոնից իրավունք չունենք։ Եթե իսկապես առաջ պետք է պահանջատեր լինենք, առաջին պիտի մեր իշխանություններից պահանջատեր լինենք, եթե մեր իշխանությունները ճիշտ ուղղության վրա լինեն, իրենք արդեն կգնան եւ այլ երկրներից նման պահանջներ կներկայացնեն, ինչպես որ նախկինում դա եղել, ասենք նախագահ Քոչարյանի ժամանակաշրջանից, երբ պաշտոնապես մտավ մեր արտաքին քաղաքականության մեջ ցեղասպանության պահանջատիրությունը, դրանից հետո մենք ունեցանք միջազգային առումով մեծ ձեռքբերումներ, որտեղ Հայ դատը եւ Սփյուռքը եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները սկսեցին զուգահեռ աշխատել, նույն ուղղությամբ աշխատել, մեկը մյուսին լրացնել, բայց հիմա այդ կարևոր թևերից մեկը, որ Հայաստանի իշխանություններն են դուրս են քաշվել եւ հիմա Սփյուռքը մնացել է իր սահմանափակ հնարավորություններով, հայդան սահմանափակ հնարավորություններով խորհում են անել։ Ամեն դեպքում կանեն, իրենց պարտականությունը կշարունակեն, բայց նաեւ կասկածում եմ Թրամփից պահանջելուց առաջ ավելի շատ հենց պիտի Նիկոլ Փաշինյանից պահանջեն։ Շատ շնորհակալ եմ, պարոն Մարգարյանի դարձի համար։ Իմ հյուրը Ռոբերտ Մարգարյանն էր, քաղաքագետ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։